Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին։ Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորելով դեսպանին վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը նոր արդյունքների կհանգեցնի։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Առանձնահատուկ շեշտվել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի պետությունը միջազգային տարբեր վարկանիշային ցուցանիշներով մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների շարքում, ինչը կարևոր հիմք է ներքին անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար։ Քննարկվել են զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման ու դիմակայունության բարձրացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, ինչպես եւ վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ ՆԳՆ համակարգի ծառայողների վերապատրաստման հարցերին։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի պետության կիբերակադեմիայում Հայաստանի ոստիկանների մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին։ Կողմերը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։